Համար ընդունելի է, որ Նիկոլ Փաշինյանը ասում է գնանք Վեհարանը ազատենք։ Չէ։ Ես ընդունելի չէ։ Ես պատմությունը շատ լավ գիտեմ կրոնը։ Նիկոլ Փաշինյանը շատ սխալ բան է։ Որսն է Վեհարանը պիտի ասում։ Պատմությունը շատ լավ գիտեմ։ Մեր կաթողիկոսի, մեր առաքելական եկեղեցու պատմությունը, մեր սուրբերի վարքը, կենսագրությունը ամբողջը լավ գիտեմ։ Կարտացել եմ բանը կաթողիկոսին միայն կամ մահը բդի բանը Վեհարանից հանե, ասենք մահանա, երբ որ մահանա նոր իրավունք ունին ուրիշ կաթողիկոս ընտրելու, այն էլ նույն բանը կաթողիկոսարանի հոգևորական դասը, բարձր աստիճանի դասը բդի ընտրե։ Ես մի բան գիտեմ, որ կարկալույձը իրավունք չունի կնունկ անելու, ես իմ երեխեքին եթե ունենամ երեխա թոր կնկելու, ես կարկալույձի մոտ չեմ տանե իմ երեխուն կնկե։ Կարծում եմ ոչ եկեղեցին պիտի քաղաքականությանը խառնվի, ոչ էլ քաղաքականությունը եկեղեցուն։ Նիկոլ Փաշինյան ով է, որ ինքը երթա խառնվի։ Հասկանում ես եկեղեցական գործերին, ինքը այդ իրավունքը չունի։ Ես իմ հավատքը ունեմ, ոչ մեկին չեմ ուզում լսեմ, իմ մեջ իմ հավատքը կա։ Դադավոր չէ, որ որևէ մեկին դադեմ։ Մենք այստեղ վերև Աստված, ճիշտ է Աստված է։ Ընդունելի է ձեզ համար, որ ասում եք գնանք կաթողիկոսից ազատենք Վեհարանը։ Ես չեմ կարող ասել։ Ես դադավոր չեմ։ Չէ, ես ավետարանի թորեմ, ես սեփական ավետարանն եմ։ Ես ոչ մի բան չեմ կարող ասի։ Ես հավատում եմ իմ ավետարանին, ուրիշ ոչ մի բան։ Բայց ամեն դեպքում ձեր կարծիքը, հա, Նիկոլ Փաշինյանը ասում է Վեհարանը գնանք ազատենք։ Ոչ, դες բան չի լինի։ Օրում չի լինի, ստեղծվել է Աստված և ներքև, ոչ Բայց Թալինի համայնքապետի խոսքերը երբ որ լսում ենք, տպավորություն է, որ ամբողջ Թալինը աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Այդ սպից բան է, դες բան չի լինի։ Ես Նիկոլի կողմնակիցն եմ, ես կտեսնեմ իմ սրտով, մտքով, հոգով, թե Նիկոլը ինչ գործեր է արել։ Մեր Հայաստանը կանոնավորվում է։ Վեհարանը ասում է ազատենք վեհապարից Նիկոլ Փաշինյանին։ Չեմ ընդունում։ Սխալ եք համարում Փաշինյանի այդ գործելավոճը։ Դե չես կարող ասել նպատակը որն է։ Յուրով է դա, ամեն մարդ իր ձևով է մտածում։ Ես հայ առաքելական եկեղեցու, ասենք, կողքին եմ ու միշտ կանգնած եմ եղել։ Նրանց ցանկացած քայլի մասին խոսելուց ես ուղղակի ցավում եմ, որ մեր ազգի մեջ այսքան երկիրը վաճառողների հոգեբանություն են սերմանում ու ոչ մի բանով չես կարողանում հասկացնել այդ ժողովրդին։ Նրանց անունը չեմ ուզում ոչ տվեք, ոչ էլ ինձանից լավ բան իմացեք, որովհետև մեզ նույնիսկ պղծում են ամեն ինչ, պղծվում ամեն ինչ, և եկեղեցի, և կրթություն, և պաշտպանության լրիվ այլանդակված է, ինչ ասեմ հիմա, Տղի ջան։ Եթե առիթ լիներ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին, ինչ կասեիք նրան։ Կասեի, Երանի ծնված չլներ դու, ինչ կարելի ասել, ես դրանու չեմ ուզում լսեմ, ես չեմ էլ հասկանում, որ նա այդքան ժամանակ, որ ազգային ժողովում եղել է նույնիսկ ելույթներ ունեցել, ես զարմանում որ ասենք նրան այն անգամ լսողն այսօր շարունակողը ուղեղով են մտածում։ Ինչպես եք վերաբերվում վերջին շրջանում եկեղեցու շուրջ այս զարգացումներին, Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Ապեր ջան, ես նկարել եք, ես չեմ ուզում հայոյանք տամ, Նիկոլի անունը դու չես ամաչում իմ առաջ տաս, ես ազատամարտիկ եմ, հայրենիք իմ համար եղել 30 տարվա, ես 12 տարի մենակ պատերազմի մեջ եմ, ես գերի եմ ընկել, հայրենիք անուշպան է, եկեղեցու մասին խոսալ, սրիգայություն է, մզգիտա դարձրել վանկավոր սարկել են, չի կարելի դες բան խոսալ, ասու ջալաբի հետ կարելի է խոսալ, կրոնի հետ ինչ գործում է մեղայ ասու ասված, սրպեդ ինչ գործում է, մզգիտը գուզը սարկը, երգիրա ուզում ծախի թուրքին, ես դրա համար եմ կյանքս կորցրել, իմ երկու տղերն էլ անձնի որ եղե, ես ապրում եմ որպես հայ, ես սպա եմ, ունեմ բարձր զվան է, 90 թվի մայիս 5-ին գերի եմ ընկել
6 ամիս հետո փախել են բայլի բանդից, որ ուզում են տանեին Ալեվի աղջկա նավթյանք աշխատեին գտեին ծովը սատկեի։ Ապե ջան, չի կարելի։ Մենք ունենք երգիր, մենք ունենք առաքելոսվանք, մենք քրիստոնյա ենք։ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է պատարակների, որը Մայրաթոռ անվավեր է ճանաչում։ Կարգադրույց հռչակված քահանայի կողմից ինչպես է ներողություն, ես տեսել եմ Նիկոլին թուրքական դրոշակի առաջ ծունգի է գլուխը խոնար է։ Ես ինչ եմ վստահում դրան։ Նիկոլին ես տեսել եմ պատերազմի ժամանակ Մարտակերտում։ Խոսում էր ինչ որ զորավարի ազատամարտիկներից ինչ որ մեկի թալանի տեղն էր հարցնում։ Հիմի որ հացի կարոդա, անգրագեզա կամ չոբանա կամ բռեմարտա, դրանց հավաքել իրա կողքին դարձել է պաշտոնյա։ Քաղցր Նիկոլը մարդ չի, դրանն է չեմ ուզում կեղտոտեմ բերանս։ Հայրենիքը ձերն է, վանկը քոնը, առաքելոս վանկը քոնը, կուծնողները քեզ ունեցել են դրա համար։ Հիմի Նիկոլին մարդ դարձնելը, Նիկոլի հայացները, մենք պետք է ազգովի պաշտպանենք մեզ մեր հայրենիքը, մեր առաքելոս վանկը։ Այս կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը գալու է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարակի մասնակցի։ Այո, շորդոզ էկրան ես հայանք տամ։ Որ գա վանկը ինչ, ես կամ Ալիևին տենամ կամ իրան։ Քաղցր ես կյանքս եմ տվել, զոհել եմ կյանքս։ Ես ունեմ կրթություն, ես թողել եմ ամեն ինչ, ապրում եմ 70,000 դրամ թոշակով, զինվորեն։ Չի կարելի սենց անել։ Պահեք, դուք պետք է ապրեք, դուք պետք է կռվեք, դուք պետք է ստեղծեք, տեր կանեք ձեր երկին։ Նիկոլը Թալին գալու համար ինքը իր կողքին այնքան մարդիկ կան կարող մի բաներ սարքեն գլխից տանեք քոզեն ինձի։ Ասեք Եթե առիթ լիներ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին, ինչ կասեիք։ Քանեի տայի բուրը։ Նիկոլ Ալիևին հանդիպեմ ավելի լավ քան թե իրան։ Նիկոլին ինչ հանդիպի։ Ես խամ իմ կրված ազատագրած երկիրը ստորագրած թողեց Թուրքին։ Ոնց ուզենան վեսնոսների հետ ապրում եք, սարքեն գլխին։